Ամեն օր 10-ից 20-ից սկսում եմ 5-ից կեսպե 7 ժամ օրեկա։ Ադրբեջանական բանակի կրակոցները 6 օր է տագնապի մեջ են պահում խնածախի բնակիչներին։ Մարտի 20-ից մինչև այսօր գիշերները նույն ժամին ավտոմատների ձայնը տարածվում է գյուղում։ Շատ է եղել։ Օրը 3 անգամ, իրիկոնը եշերը։ Կրակոցներ կա էլի։ Քանի օր է։ Ամսի 20-ից մինչև առեսօր։ Այս գիշերել են կրակոց։ Հա, ժամը 11-ից 20 թե 10-ից 20։ Գյուղացիներն ասում են, որ անգամ Կալաշնիկով գնդացիրից կրակոցների ձայներ են գյուղ հասնում։ Մենակ ավտոմատով են կրակել։ PKL են։ Մյուս պոստից էլ PKL-ով են կրակում։ Իրեն սարը տեսնում ես, նետ թուրքն է կանած։ Անդրանիկը Բերձորի ուղությունն է ցույց տալիս։ Խնածախը, որ մինչև 2020 թվականը երբեք կրակոցի ձայն չէր լսել, հիմա աչքը բացում գյուղի գլխին Ադրբեջանի դրոշն է տեսնում։ Ավելի մեծ պալատք են դիրա, դրոշ պալատքի չափ։ Գյուղի ուղությամբ են կրակում, թե այլ։ Չէ, այլ ուղություններ ա, տարբեր ուղություններ ա։ Խնածախցիները հաստատում են պաշտպանության նախարարության պնդումը, որ ադրբեջանցիների կրակոցների թիրախում Հայաստանի տարածքը չէ։ Մարտը 2 տական բաժախում օդ կրակում, տամ շքի մեզ չի խանգարում է։ Դուք ենք յամ նայում, օդին գրմրած, քնվեն, անկարալն դուք եք տեսալ։ Դուք ենք յամ նայենք, որ տեսանք պատճառը ինչ է, լի բուր ուղղությամբ այքնում, ինչ անամ, պոստերին են կրակում, թե գյուղին են կրակում, թե խաղում դրանք ես չեմ հասկանում, ինչ են ուզում զանալ։ Գյուղում գիտեն, գարնանային գիշերահավասարի օրը սկսվել է մուսուլմանների նոր տարին, Նովրուզը, հավանաբար տոնում է թշնամին։ Խմում են ու 1-2 օր անկանոն կրակում։ Այս անգամ արտասովորն այն է, որ կրակոցները չեն լռում գրեթե 1 շաբաթ։ 6 օր ամսի 20-ի գիշերը սկսալ են, այն վաղտասում իրաց բարյամն է սկսում, բայց անհնար է։ Եթե ասեք բարյամ պրծալ չի, 22 պրծալ չի, ասենք 26-ին է կրակում, տա բարյամ պրծավ է իրանց։ Երևի հրահրում են, որ մեր օնքել պոստից կրակեն, ասեն հայերը մեղավոր են, բայց դե մեր օնք իրանց խելքին չի։ Հայկական կողմը չի պատասխանում ադրբեջանական կրակոցներին, սա դրանքի չի տրվում, ասում են գյուղացիները։ Բայց դրանից մարդկանց վախը չի պակասում։ Իրենց անտեր են զգում թշնամուն սահմանակից գյուղի բնակիչները, ամենաշատը երեխաների համար են վախենում։ Ո՞վ է պայքար տամ, ով է օգնում։ Ոչ մեկը, չէ։ Ինչ է կանում այդ ընթացքում։ Տներում եք մնում։ Խաղճում ենք տներան, քրփեքը երկալած տարած չոլերով շնպե։ Դա ինչա, անտերական գյուղ է։ Անտեր չնե մեկի պայքար կտան։ Չի ստացել դուք ես նայես ասես տեսնամ որտեղից է։ Պատահական ինչ որ մի պուլյակյա կտրակի քեի։ Դու չես գիտեմ խնածախ շտեղա։ Նույնիսկ չի գիտեմ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Պապիկյանը, ինչ է, ոչ Պողոս Պետրոս։ Զարմանում են, ինչպես են երևանյան սրճարաններում կամ իրենց տան բազմոցներին նստած մարդիկ սոցցանցերում գրում, թե սուտ է Սյունիքում կրակոցներ չկան։ Այդ անհոգներին խնածախցիները հրավիրում են իրենց գյուղ։ Ասածներին չեք հավատում, վիդեոներին չեք հավատում։ Պարզ չի, հələ տակին էլ գիրում են, որ սուտ է, սուտ տարաձայնությունը։ Երեկոյան այդ ժամերին այցելեցաք, այդ ժամերին դուք էլ ձեր աշկավը տեսաք, որ կրակում են։ Թո մի օր իրանք երեխոց բերեն, ստեղ ապրեն, մի քիշեր քնեն։ Մինչև 2020 թվականը առնվազն 300 ընտանիք էր ապրում խնածախում, ասում են տեղացիները ու պնդում, թե հիմա հազիվ 140 տան լույս է վառվում։ Չգիտեմ, երիտասարդ մեջահասակ պետք է ոտ կանենք։ Մեր Զանգեզուրը պետք է պես շտողենք։ Թերեզա Կադաևչյան, Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան, Հայլուշ։